Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Այսօր կրկին մեր հյուրն է Տոմարագետ Հայագետ Սերգեյ Սիմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Այսօր մեր զրույցի թեման է ազնվապետական հասարակագիտություն, որն ըստ էության նախորդ հաղորդումների շարունակությունն է։ Պարոն Սիմոնյան, նախորդ հանդիպման ընթացքում դուք ներկայացրեցիք ազնվապետություն հասկացությունը, որպես պետության կառավարման այնպիսի ձև, որ իշխանությունը պատկանում է բարոյական, արժանավոր եւ գիտակից մարդկանց։ Դուք նշեցիք նաեւ, որ փաստորեն դա ինչ որ իդեալ չէ, այլ ոչ թե իդեալ չէ, փաստորեն մենք Հայկ Նահապետի ժամանակ ունեցել ենք ազնվապետություն։ Այսինքն, եթե մի անգամ եղել է, կարող է նաեւ կրկնվել հուսանք։ Անդրադարձ կատարեցիք ժամանակակից հայության հոգևոր եւ արժեքային ճգնաժամին։ Եվ նշեցիք, որ մարդը ներսից պետք է փոխվի, ինչպես Թումանյանն էլ ասում է, ներսից է լինելու փրկությունը, քանի որ ներսից ենք փչացած։ Ընդհանուր առմամբ քննարկումը վերաբերում էր արդար հոգևոր արժեքների վրա հիմնված եւ ներդաշնակ հասարակության ու պետականության ձևավորմանը։ Այսօրվա թեման էլ ազնվապետական հասարակագիտություն ըստ էության վերաբերում է յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր մարդու, պետությանը եւ հասարակությանը։ Ինչ է իրականում ազնվապետական հասարակագիտությունը եւ ինչպես է այն տարբերվում ներկայումս ընդունված հասարակագիտական մոտեցումներից։ Այո, ազնվապետության մասին մենք խոսեցինք, այն հիմնական 5 սկզբունքները, որով պայմանավորված է ազնվապետությունը, դրանց կետ առ կետ անդրադարձանք։ Հիմա հասարակագիտության հետ կապված ես ուղղակի հիշեցնեմ, որ առաջինը մենք անդրադարձանք աստիճանակարգությանը։ Այո։ Եվ երկրորդը անդրադարձանք պատասխանատվությանը։ Հասարակագիտության հետ կապված պետք է ևս մեկ անգամ նշել, որ հասարակություն, երբ որ մենք ասում ենք, հասարակությունը առաջին հերթին առնչվում է մարդու հետ եւ մարդկանց խմբավորումների հետ, ամենափոքր խմբավորումից սկսած մինչև ամենամեծ խմբավորումները պետական նկատի ունեք խմբավորում ասելով։ Հիմա ասում։ Օրինակ, երբ որ մեծ խմբեր են լինում, նաև օգտագործում են տվյալ դեպքում հանրույթ, ժողովուրդ, քաղաքացիներ, բնակիչներ, սա հասարակության հետազոտության առարկան է, ուսումնասիրության առարկան է։ Տվյալ պետության հասարակությունը ինքը բազմաթիվ շերտեր ունի, խավեր ունի, տվյալ պետության հասարակության ներսում բազմաթիվ կազմակերպություններ կան, հասարակական կազմակերպություններ կան, կուսակցական կազմակերպություններ կան եւ այլ գիտահետազոտական որոշակի հարցեր լուծելու համար կան ինստիտուտներ, կան այդպես գիտահետազոտական կենտրոններ, որոնք նույնպես ունեն իրենց մարդկային խմբավորումը, կազմակերպությունը։ Այս առումով հասարակագիտությունը այդ բոլորը, որոնք վերաբերվում են մարդկանց, խմբերին, կազմակերպություններին, պետության ամբողջական առումով բնակչությանը, քաղաքացիությանը, այս բոլորը հասարակագիտության ուրեմն ուսումնասիրության, հետազոտության առարկա է։ Մեզ որոշակիորեն հայտնի է ներկայումս, նույնիսկ դպրոցներում դասավանդվում է հասարակագիտություն, բայց այսօրվա թեման ազնվապետական հասարակագիտությունն է։ Ազնվապետական հասարակագիտությունը էականորեն իր բովանդակությամբ տարբերվում է մեզ հայտնի այդ հասարակագիտությունից, որովհետև ներկայիս
հասարակագիտությունը հասարակագիտության համար հասարակության զարգացման հիմքով տեսնում է գիտատեխնիկական առաջընթաց։ Այսինքն ներկայիս հասարակագիտության մեջ հոգենապաստ առաջնային հոգենապաստ գործոնները երկրորդական պլան է մղված։ Կն հոգևոր արժեքները թուլացած են ավելի, քան իրականում պետք է լիներ իրականում, քանի որ առաջ են մղել գիտատեխնիկական այդ զարգացումը, այս արհեստական ինտելեկտ եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ եվրոպական երկրները, արևմուտքի խոշոր երկրները եւ այլն, որտեղ գիտատեխնիկական մեծ ձեռքբերումներ կա, առաջընթաց կա, հասարակությունը բարոյապես անկում է ապրել, եւ դա տանում է այդ պետությունների կործանմանը։ Հասարակության, ուրեմն այդ բարոյական անկումը մարդկանց ազնվապետության համար, այսինքն անընդունելի է, որ ներկայիս գիտատեխնիկական առաջընթացը որպես առաջնային գործոն ազնվապետության համար դա առաջնային չէ։ Առաջնային է ուրեմն ազնվապետության համար, որ իր հասարակության մեջ ձևավորվի արժանավոր եւ բանիմաց հասարակություն։ Բայց այստեղ շատ կարևոր մի բան կա։ Ընդհանրապես, խորհրդային միությունը, որ գործում էր ժամանակին, մի քանի տասնամյակ առաջ այդ խորհրդային միությունը գործում էր։ Եվ մարքսիզմ լենինիզմի գաղափարախոսությունում հասարակությունը ընդհանրապես աշխատանքի բաժանման առումով բաժանված էր բանվոր դասակարգ, չէ, եւ կար ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկություն, հասարակության մեջ խավ եւ մտավոր աշխատանքով։ Այդպես տարբերակել էին, որ սրանք բանվորներ են, սրանք մտավորականներ են։ Ազնվապետության մեջ դա այդպես չի, որովհետև դա շատ բացասական ազդեցություն է թողնում մարդու հոգևոր մտավոր զարգացման համար։ Ներկա ժամանակներում հիմա մենք գիտենք, որ այդ գիտատեխնիկական առաջընթացի դրական կողմը ճիշտ օգտագործելու դեպքում մարդիկ իրենք ունենում են այսպես կոչված ազատ ժամանակ։ Եթե ճիշտ օգտագործվի մարդկանց կողմից այդ ազատ ժամանակը, այսինքն հոգևոր կատարելագործման համար, դա ուրեմն կբերի շատ դրական արդյունքների։ Բայց մենք նաև պետք է հիշատակենք, որ աշխատանքի բաժանումից բացի, նաև հին ժամանակներից կան նաև պետության, հասարակության կայացման համար հին հասարակարգի խավերի դասակարգում։ Այսինքն կա հոգևոր խավ, կա իշխանական խավ, կա մի խավ, որը արտադրության, առողջարքով է զբաղվում եւ այլն, եւ նաեւ օրինակ Հնդկաստանում հին ժամանակներում որոշ ժամանակից նաեւ կար ստորադաս խավ, որ սևագործ գործունեությամբ է զբաղվում։ Նրանցում այդ 4 խավերը, վարդանները կոչվում էր բրահմաններ, քշատրիներ, վայշյաններ եւ շուդրաներ։ Ինչ որ ժամանակում դա իրեն արդարացրել են, բայց երբ որ նրանք դա վերացրեցին կաստաների, այսինքն յուրաքանչյուր խավից ծնվածը ինքը ավտոմատ համարվում էր այդ խավի ներկայացուցիչ, դա բերեց այլասերման։ Մենք երբ որ ասում ենք ազգային, ազնվապետական հասարակագիտություն, առաջի հերթին նկատի ունենք հայկական, ազգային, քաղաքակրթական
ազնվապետական հասարակագիտություն։ Նոր ժամանակներում մենք տեսնում ենք, որ այս գոյություն ունեցող հասարակարգը անկում է ապրում։ Եվ այս անցման շրջանում մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ հնարավոր նոր պայմաններ է ստեղծվում, որպեսզի ձևավորվի այդ նոր մարդկության համար նոր դարաշրջանի ուրեմն համայնքներ պետք է ձևավորվեն, այսպես ասած, նոր դարաշրջանի, որովհետև մարդիկ տեսնում են, որ դոգմատիկ քարացած կրոնական դրույթները, մյուս կողմից խորհրդային ժամանակաշրջանից մեզ հասած աթեիստական գաղափարախոսությունները, օրենքները եւ այլն, սրանք իրենց դարը ապրել են։ Հիմա մարդիկ ավելի ազատական մոտեցում են ցուցաբերում եւ իրենք մարդկանց ոնց որ ասած մի քիչ ավելի հոգեվոր մտավոր զարգացած մասը իրենք ինքնուրույն ընտրության խնդիր ունեն եւ ցանկանում են իրենք որոշեն, թե ինչին հավատան, ինչին չհավատան։ Իրենք նաեւ ուզում են, որ իրենց աշխարհայացքի ձևավորման մեջ մեծ դեր ունենա ժամանակակից ոգեգիտությունը եւ գիտական աշխարհայացք։ Աշխարհայացքի ձևավորումը, իրատեսական աշխարհայացքի ձևավորումը նոր ժամանակներում շատ կարևոր է։ Ես պետք է ասեմ այդ առումով, որ ազնվապետական հասարակագիտությունում ընդհանրապես ազնվապետության հասարակությունը դիտարկվում է, որ մարդիկ ավելի ճիշտ շատ իրատեսորեն բաժանվում են քնածների, զարթունների եւ կատարյալների։ Միտքս պարզաբան է։ Ինչ նկատի ունեմ, ասեմ, որ հենց ներկա ժամանակներում էլ եւ այս անցման շրջանում էլ մարդկանց մի մաս կա, որոնց ըստ հին աշխարհայեցողության կարող ենք ասել, ունեն քնած են։ Ինչ առումով են քնած։ Այն առումով չի, մարդիկ, որ գիշերը գալիս են քնում են, առավոտյան զարթնում են, դա չի նշանակում մենք նկատի ունենք, որ այդ մարդիկ ֆիզիկական, մարմնական առումով զարթնել են, ուրեմն զարթում են։ Այստեղ խոսքը գնում է շատ մի կարևոր բանի վրա, որ գոյություն ունի, հները ասում են, հիպնոտիկ քուն։ Այսինքն մայայի գաղափարը, հիպնոտիկ այդ քունը որ կա, այդ այսօր էլ գործում է։ Ինչ որ առումով ես կասեմ հետևյալը, որ այդ քնած մարդիկ իրենք շատ այդպես անտարբեր են հոգևոր կատարելագործման։ Դրա համար են կոչվում քնած։ Այո, նրանց մոտ հոգևորը, հոգեկանը, հոգևորը պասիվ վիճակում է, քնած վիճակում է։ Նախորդ հարցազրույցի ժամանակ մենք ասացինք, որ այդպիսի մարդկանց համար մարմինը իր ցանկություններով, կրքերով առաջնային է։ Եվ նա է թելադրում իր սարտին, նա է թելադրում մարդուն մտքին։ Հոգին այստեղ մեծ դեր չի խաղում։ Այստեղ առաջնային պլան է մարմնական այս աշխարհիկ էկզիստենցիալ գոյաբանական խնդիրը։ Մարդիկ ցանկանում են, որ առողջ մարմին ունենան, առողջ մարմին, լավ հագնեն, ուտեն, խմեն, վայելեն այս աշխարհիկ հաճույքները։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ դա զանգվածային բոլոր միջոցներով ակնհայտ գովազդվում է։ Այդ ամենը։ Եվ դրա հետ կապված լեզվական կերծարարության մեջ անցյալ
հարցազրույցի ժամանակ մենք անդրադարձանք, որ թագավոր հասկացողությունը հոգևոր պաշտոն է համարվել, հոգևոր կոչում է համարվել, նաև ներկայությամբ նաև մենք կարող ենք նշել հարուստ հասկացողությունը, նույնիսկ Ռուսաստանում բագատ է հասկացողությունը, որ բոգ բառը կա, հարուստ բառը հայերենում որ կա, դա հոգևորի հետ է առնչվում։ Եվ հարուստի կամ աղքատի մենք կարող ենք սահմանել, ինչ բան է, ով կարող է համարվել հարուստ մարդ, թագավոր մարդ կամ աղքատ մարդ։ Ցանկացած մարդ, ինչքան էլ որ նա ունևոր լինի, մեծ ունեցվածքի տեր լինի, միլիոնատեր լինի, միլիարդատեր լինի, եթե նա չի բավարարված իր ունեցվածքով, նա հոգևոր առումով շատ աղքատիկ վիճակում է գտնվում։ Այսինքն ունեցված կասելով ինչ եք հասկանում, նյութականը թե կալվածքներ ունի, պալատներ ունի, մեծ ֆինանսական միջոցներ ունի, արծաթ, ոսկի, թանկարժեք քարեր եւ այլն, այս բոլորը ունի, աշխարհիկ վայելքները նրա համար խնդիր չեն, բայց այդ մարդու մոտ ագահությունը անսպառ է, ընչաքաղցությունը գործում է, նախանձախնդրությունը գործում է, այս մարդը հոգևոր առումով խղճուկ, աղքատիկ, հարուստ չէ նա, հոգևոր առումով դրա համար ըստ էության այդ անբավարարվածությունն է նրա մոտ առաջանում եւ դա նայած ու մոտ ոնց կարող է արտահայտվել, ասենք մեկը այլասերվում է, ինչպես գիտենք, իսկ մյուս մասը միգուցե ձգտի ինչ որ հոգևոր արժեքներ ձեռք բերել։ Հոգևոր մարդու այս նյութական մեծ ունեցվածքը հեչ պետք է չի, դա խանգարող հանգամանք։ Միջնադարում կար մի գիրք հոգևոր կատարելագործման ճանապարհը բռնածների համար, հայելի վարույց է կոչվում, այդ հայելի վարույցը մի պատմություն կար, ես շատ այդպես համառոտակի ասեմ, մի մեծահարուստ, ունևոր անձնավորություն, որ բոլորի համար նա առողջ էր, ամեն ինչ կարծես թե հիվանդ չէր եւ այլն, անսպասելիորեն մահանում է։ Եվ նրա ազգակիցները, մերձավորները հավաքվում են, որ այս մարդը առողջ մարդ էր, այս ոնց հանկարծակի մահացավ։ Եվ որպեսզի պարզաբանեն, թե այդ մարդը ինչից է մահացել, որոշում են դիահերձը, միգուցե խնդիրներ է ունեցել առողջական։ Եվ այ քեզ զարմանք, դիահերձումից տեսնում եմ, որ այդ մարդու սիրտը բացակայում է։ Սրանք բոլոր զարմանում են, ոնց այս մարդը սիրտ ուներ, բաբախում էր եւ այլն, ոնց կարող է այս սիրտը որտեղ անհետացել է, ուր է սիրտը, սիրտը չկա։ Բժիշկներ են հավաքվում, ճագերտավոր իմաստուն խելացի մարդիկ են հավաքվում, ասում են սա անբացատրելի երևույթ է։ Բայց մարդկանցից մեկը, ասում են գիտեք ինչ, հին պատմություն կար, որ մարդու սիրտը այդտեղ է, որտեղ որ նրա հարստությունն է։ Բայց ասում են, հա, նա գանձարան ունի, որտեղ պահում է իր հարստությունները, ոսկին, թանկարժեք քարեր եւ այլն, գնում բացում են, տեսնում են այդ սիրտը, այդ ոսկու թանկարժեք քարերի վրա բաբախում է։ Այս հայելի վարույցի այս պատմությունը խոսում է, որ այդ մարդիկ իրականում շատ հեռու է հոգևոր կոչվելու։ Սիրտը ինչի համար է։ Սիրո զգացմունքների համար է։ Նաև այսպեսի մի բան ասեմ։ Արդարությունը առանց սիրո մարդուն տանում է ինչի անողոք է դառնում մարդ։ Երբ որ նա արդարություն է ուզում իրականացնել, բայց առանց սիրո զգացումի, նա անողոք է դառնում։ Կամ իշխանությունը առանց սիրո մարդուն ուր է տանում բռնականության, բռնապետության։ Եվ մենք մեր հարցազրույցներում ակնարկել ենք, որ
ազնվապետությունում հոգու գերակայություններ, հոգենպաստ հասարակարգ է եւ ճշմարտության, իմաստնության եւ սիրո միաբանության գերակայությունը։ Պարոն Սիմոնյան, կներեք, դուք ռեալ եք համարում ներկայիս այս վայրի կապիտալիզմի դարաշրջանում այդ ազնվապետական հասարակագիտությունը, ընդհանրապես ազնվապետությունը ստեղծելը ունենալը։ Այո, անցման շրջանում սա օրի վրա, տարի մինչև այս սևոմու դարաշրջանի վերջը, մարդիկ զգալու են, որ դա խիստ անհրաժեշտություն է եւ դրա պահանջը զգացվել է։ Այսինքն պետք է գար այս անցման շրջանը, որպեսզի մենք լինի անցման շրջան, որպեսզի մենք հասնենք դրան։ Այս անցման շրջանը պարապության շրջան չի։ Այս անցման շրջանը ընդհակառակը, երբ որ դրա մասին մենք արդեն հնչեցնում են, կամ որոշ մարդիկ, որ արդեն դրա մասին խոսում են, աշխարհի տարբեր մասերում եւ այլն, հոգեվոր մտավոր անձնավորություններ, որ խոսում են, սա ահազանգ է եւ մարդկանց հուշում է, որ պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն, լուսավորչական, բարոյախրատական մեծ շարժում կազմակերպեն, որ մարդկանց այն մասը, որ ահազանգի դեպքում կարող են քնած վիճակից դուրս գալ եւ համարվել զարթուններ եւ բռնել ուրեմն կատարելագործման ճանապարհը, ազնվապետության տանող ճանապարհը եւ այդ ազնվապետությունը ձևավորելու համար նոր համայնքների ձևավորման ճանապարհը։ Ինչ է նշանակում նոր համայնքներ, որոնք պետք է արդեն կամաց ձևավորեն այնպիսի մարդկանց արթուն զարթուն, որոնք արդեն ազնվապետության համար իրենք կարող են ծառայել նրա որոշակի պաշտոններ ուրեմն զբաղեցնելու համար եւ իրենք կարող են այս անցման շրջանում երկու սերունդի ընթացքում ձևավորվի արժանավոր եւ բանիմաց մարդիկ, որոնք պետք է զբաղեցնեն այդ պաշտոնները։ Թե չէ ինչ է նշանակում, եթե արժանավոր բանիմաց մարդիկ չլինեն, այս աշխարհի վերջը ինչ է լինելու։ Մենք տեսնում ենք, գիտատեղ, ես մի այսպիսի ակնառու բան ասեմ, որ սովորական է դարձել։ Ես հիշում եմ վիճակագրական մի տվյալ սրանից մի 30-35 տարի առաջ խորհրդային միության այն վերջի ժամանակներն էր, մի այսպիսի վիճակագրություն կար, որ այն ժամանակվա երկիր մոլորակի բնակչության մեկ շնչին անգնում էր 6 տոննա պայթուցիկ նյութ։ 6 տոննա։ Ինչքան ժամանակ է անցել եւ այսօր կասեմ, որ այդ սպառազինությունների վրա, այդ զենքերի վրա միլիարդներով, տրիլիոններով միջոցներ ծախսվում է, չէ՞։ Դրանք բոլորը ինչ նպատակի պետք է ծառայեն։ Մարդկանց սպանելու համար։ Կապ չունի ինչ պետության վրա է այդ զենքը կիրառվում։ Այդտեղ մարդիկ են բնակվում։ Այդտեղ բնակվող մարդկանց մեջ լավն էլ կա, վատն էլ կա, հավատացյալն էլ կա, անհավատն էլ կա, ամեն ինչ էլ կա։ Բայց այդ մասսայական ոչնչացման զենքերը, որ այսօր ուզում են ունենալ որպես իբր թե երաշխիք անվտանգության, մենք տեսնում ենք, որ այս բոլորը նախատեսված է մարդկանց ոչնչացնելու, սպանելու համար։ Առավել եւս, հիմա դա գաղտնիք չէ, գիտեմ, որ այդ կուտակված մասսայական ոչնչացման զենքով ի վիճակի է այս երկիր մոլորակը մի քանի տասնյակ անգամ ոչնչացնելու ընդհանրապես։ Հիմա ողջամիտ մարդը, որ այս ամենը լսում է, իմանում է, փաստերով, վկայություններով, հիմնավորումով, ինչ կարծիքի է այսօրվա հասարակարգի մասին։ Մենք պետք է մի բան իմանանք, որ այսօր պետություններում գործող այս օրենքները ինչքան էլ ականջահաճո լինեն, դրանք անուժ են, անպիտան են, երբ այդ հասարակարգը, երբ հասարակությունը
բարոյազուրկ է, հասարակարգը բարոյազուրկ է։ Իսկ որն է իրական կարգավորող ուժը։ Որտեղ իրական կարգավորող ուժը։ Մենք դրա մասին ասեցինք, որ այս նոր անցման ժամանակներում պետք է լուսավորչական այդ շարժը, որ տեղի ունենա, մարդիկ հասկանան։ Ցանկացած մարդ ինքը լույս աշխարհ որ գալիս է, ընտանիքում է լույս աշխարհ գալիս։ Ուրեմն երեխայական տարիք, մանկական տարիք, դպրոցական տարիք, մյուս արդեն բարձրագույն ուսումնական հաստատություն եւ այլն, սրանք պետք է այնպես կազմակերպվի, ձևավորվի հասկանալով, որպեսզի բարոյազուրկ մարդկանց թիվը քչանա։ Իսկ ինչ որ արճակատում պետք է լինի հաստատ։ Չէ, այստեղ մի բան կա։ Մարդկանց մի մասը, այդ քնած մարդկանց մի մասը, որ ասում են հիպնոտիկ, այդ գովազդային ամեն ինչի տակ գտնվող մարդիկ որ կա, որոնք զբաղված են ալան, թալանով, հարստություն հետ ունեցված դիզելով, բանով, աշխարհիկ այս անցողիկ վայելքները մինչև վերջ հագուրտ տալու իրենց այդ ցանկություններին եւ այլն, բայց մարդկանց մի մաս կա, որ ինքը տեսնում է, որ այդ իր հոգու փրկության համար, կատարելագործման համար, դրանք ընդհակառակը լուրջ խոչընդոտ է, ահա որ լուրջ խոչընդոտ է։ Այսօր նախ լավ, այսպես ասեմ, մարդ Արարածը ծնված օրից, մինչև որ հասունանում է, ինքը հաղորդության մեջ լինում բնության հետ։ Օրինակ մարդ Արարածը ծնված օրից բնության ուժերի զորությունների հետ ոնց է հաղորդվում։ Առաջին հերթին ուտելով եւ խմելով։ Եվ շոշափելով։ Դա 5 զգայարաններով հաղորդության մեջ։ Հիմա այդ սնունդը, խմիչքը, դա հող, ջուր, օդ որ կա։ Մենք տեսնում ենք այս նոր ժամանակներում, այդ գիտական ձեռքբերումներով հողը աղտոտվել է, ջուրը աղտոտվել է, օդը աղտոտվել է։ Եվ ինչ են հրամցնում խոշոր քաղաքներում, արհեստական սնունդ, ամեն ինչ այլասերված վիճակում է։ Կատնամթերքը բնական կատնամթերք չի։ Հաց են թխում, հետը ինչ են խառնում, ինչ չեն խառնում, հարցականներ կա։ Մենք ինչ ենք շնչում քաղաքում, կենտրոնում, օդը աղտոտված, փոշի, աղմուկ, ավտոմեքենաների չափից դուրս արկայություն։ Ես գործի բերումով շատ լավ գիտեմ այդ մեքենաները, որոնք բենզին, գազ են վառում եւ այլն, ինչ արտանետումները, ինչ ահավոր թույներ են պարունակում առողջության բանի համար։ Եվ հայտնի է, որ բնակչության կենտրոնացումը քաղաքներում դա բերում է բարոյականության անկման։ Այդպիսի քաղաքներում մարդիկ դառնում են անբարոյական։ Ինչու։ Հիմա ասեմ ինչու համար, ասեմ, որովհետև իրենք բնության հետ հաղորդությունը կտրված է։ Կապը կտրվում է։ Կտրված է։ Հիմա տեսեք, այդ կապը ինչ որ ձևով մարդիկ բանանելով, մարդիկ կան տանը բնակարանում, բարձրահարկի բնակարանում կատու են պահում, շուն են պահում։ Ես հիշում եմ ժամանակին բանը, այդպիսի հոդված բան, լույս էր տեսել ժամանակին, Ռուսաստանի որոշ քաղաքներում, որոշ ռուսներ իրենց պատշգամբում խոզի գոջիներ էին պահում, որ հետո մորթեն օգտագործեն։ Հարևանները բողոքում էին եւ այլն։ Դե խոզն էլ ընտանիքի ընտանի է, կատուն, շունը, չէ։ Հիմա մեկը կարող է ասի, որ ինքը բարձրահարկում իր պատշգամբում աղավնի է պահում, բայց սա ինչի մասին է, որ բնության հետ կապը խզված է։ Ես ժամանակին այսպիսի մի բան արտահայտեցի, որ պետք է պետական մակարդակով, ես հուսամ, որ ազնապետության ժամանակները երբ որ կգան, ցանկացած հայ մարդ, եթե ինքը չունի այն նվազագույն այգին, հողամասը, որտեղ պետք է ունենա, ինքը պետք է աճեցնի ծիրանենիներ, ծիրանի ծառեր, այդպիսի մարդիկ պետք է համարվեն աղքատ։ Աղքատ մարդիկ են դրանք։ Իսկ նրանք ովքեր որ ծիրաններ են աճեցնում, ծիրանի բերք են հավաքում, այդ մարդիկ աղքատ չէ։ Իսկ եթե այդտեղ ծիրան չի աճում։
Որտեղ։ Ասեք այդ բարձր տեղերում դժվար է ջան, չէ։ Ընդհանրապես Հայաստանում բարձր տեղեր որ վերցնենք, Սևանան լճի ավազանի տարածքում ծիրանենի աճում է։ Ճիշտ է, ժամանակի առումով նրա հասունացումը հետաձգվում է, համեմատաբար Արարատյան այս մեր դաշտավայրի հետ համեմատած, ասենք մի ամիս, ամսուկես եւ այլն։ Ավելի բարձր դիրքերում ես դրանով հետաքրքրվել եմ, տեղեր կան, օրինակ Սոլակ գյուղում ես հիշում եմ օգոստոս ամիսներ, ծիրան կար, այդպես, նաև կան ծիրանի տարբեր սորտեր, վաղահաս, ուշահաս, ինչի ես ծիրանի մասին ես հիշատակում արեցի։ Հայաստանը, հին Հայաստանը, Հայքը, բոլորի կողմից հիշատակվում է որպես ծիրանի երկիր, ծիրանի բնորոշ, ծիրանն էլ մենք խոսել ենք որպես կենասար, խորհրդանիշ եւ այլն, մեր մեծ հավատարը ծիրանաց ծնունդ եւ ծիրանակիր արքա հավատար Հայկ Նահապետը, չէ՞։ Նույնիսկ մի պատմություն կա, որ գեղարվեստական մշակում է անցել։ Բելը որ զորք հավաքեց բան արեց, տեսավ որ Հայկը չի հնազանդվում, ասեց որ ինչ ես ուզում քեզ այս աշխարհի կյանքի համար ամեն ինչ կբավարարեմ բան անեմ, բայց արի դու ինձ պաշտիր, կռապաշտության բան ատա։ Նա ինքնակոչ բան էր, չէ, իրեն Աստված էր համարել եւ այլն։ Այդ պատմության մեջ մի հետաքրքիր բան կա, ասում են Բելը իր զինվորներին հրաման էր տվել, որ Հայք մտնեք, ինչքան ծիրանի ծառեր տեսնեք, ճղակոտոր արեք, որովհետև սա ամենամեծ անարգանքն է հայերի նկատմամբ, որովհետև ծիրանի ծառը նրանց համար մեծ խորհուրդ ունի, սուրբ խորհրդանշանը եւ այլն, այդ ճղակոտոր որ անեք, ուրեմն իմացի նրանց շատ մեծ հոգեկան մտավոր առումով մեծ ուրեմն հարված կհասցնեք։ Սա այս պատմությունը որ կա, սա ինչի մասին է խոսում, սա խոսում է որ ժամանակին, ես հիմա չեմ ուզում, մենք անդրադարձել ենք ժամանակին, թե բժշկական առումով եւ այլն, նաեւ այսպեսի մի բան կա, ընդհանրապես հոգեվոր մտավոր զարգացման համար մարդը պետք է առողջանալի, նաեւ պետք է երկարակյաց լինի ինչ որ առումով։ Հիմա մարդկանց կյանքը շատ կրճատվել է։ Այն ինչ էլ որ ասենք դեղերով, մեղերով, չգիտեմ, զորով մարդուն պահում է, որ շունչը չփչի, թե իրենց քրոնիկ հիվանդություններով անդրձ եւ այլն, բայց այդ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց մեծ մասը ոչ նորմալ կարողանում է լիարժեք մտածի, նաեւ զբաղվի իր հոգեվոր կատարելագործմամբ։ Նրանք ամբողջ օրը զբաղված են նրանով, ոնց անել է որ այս մարմինը գոնե ինչ որ ձևով ծառայի իրենց այդ առումով, բայց ձեռագիր մատյաններ կա մատենադարանում եւ ժամանակին մարդիկ որոնք որ հետաքրքրվել էին այդ գործով, ես տեղեկացա, որ այն մարդիկ Հայաստանում, որոնք ծիրանի սեզոնին ծիրանը ուտում են, ուրեմն տարվա 12 ամիսների հետ կապված յուրահատուկ հիվանդություններ կա, իրենք ձերբազատվում են այդ բոլոր հիվանդություններից, որը ծիրանենին, երբ որ բան են անում, դա ոչ միայն առողջություն է տալի, այլ նաև երկարակեցություն։ Բացի դրանից նաև ոչ պատահականորեն, ուրեմն այդ ծիրանի խորհուրդը նաև հոգևոր խորհուրդ է։ Եվ ծիրանի կենասարի այգեպանը մեր Հայկ Նահապետն է։ Հիմա սա իմիջիալոց ասեցի, բայց մենք պետք է այսպեսի մի բան ասենք։ Ինչ է պետք կարևոր, այդ քնած մարդիկ, որ կան հիպնոտիկ քնով, որ իրենց 5 զգայուններով այս աշխարհի կյանքի մեջ մխարծված են։ Իրենց հիմնական նպատակը իրենք են, իրենց անձն է, նախանձախնդրությունը, իրենց մերձակա ընտանիքն են եւ այլն, որ բարելավեն այդ բաները, որ այս անցողիկ մի կյանքում կարողանան այդ բոլոր աշխարհիկ վայելքները տիրապետեն։ Իրենք այս ամբողջ իրենց կյանքի հիմնական նպատակը դա են դարձրել։ Անվտանգություն եւ այլն, աշխարհիկ անվտանգության մասին է խոսքը։ Հիմա այս մարդկանց մեծ մասը, կա որոշակի մաս, ոնց անենք, որ այս մարդիկ զարթնեն այդ նախանձախնդրական եւ հիպնոտիկ այդ քնից դուրս գան, զարթնեն։
Սովորական մարդիկ առօրյա կյանքում գիտեն, որ առավոտյան շուտ զարթնելու համար զարթուցիչ են օգտագործում, չէ։ Ինչ ժամանակներում, գյուղերում, բաներում, ակաղաղը ծուղրուղ էր կանչում, մարդիկ գիտեին, որ պետք է զարթեն իրենց գործով զբաղեն։ Այդ զարթնելու հետ կապված մեծ գործընթաց է պետք։ Ինչ է նշանակում զարթնել։ Մենք խոսեցինք երկրորդ ծնունդի մասին, ճիշտ է, որ մարդը մինչև ֆիզիկապես մահանալը պետք է հասցանի բախտավորությունը, որ հասցնի երկրորդ ծնունդ ունենա։ Իր բարձրագույն եսին հասնի, հա։ Նախ պետք է ծնվի, որոշ ճանապարհ անցնի, որ այդ եսի հետ այդ միությունը կայանա եւ նա որպես անհատականություն բանալ։ Հին իմաստնությունը ասում է եւ դա այս ներկա ժամանակում էլ գործում է։ Ուրեմն երկրորդ ծնունդ ունենալու համար մարդ պետք է մեռնի, որ ծնվի։ Շատ պարադոքսալ բան եմ ասում։ Ինչ է նշանակում, մարդ մինչև չմեռնի չի ծնվի։ Ուրեմն հակադրությունները, ծնունդ եւ մահ, հակադրությունները։ Եթե չի մեռնում, չի ծնվում։ Կծնվի, հետո կպիտի մեռնի։ Իսկ դրա հետ կապված անցյալ հարցազրույցին ես Դավիթ Անախտի հետ կապված որոշ բաներ ասեցի, իմաստասիրության հետ կապված։ Իմաստասիրության երկու ուրեմն սահմանում կա, 6 սահմանումներ կա։ Ուրեմն երկու սահմանումները մերձակա եւ մերձավոր եւ հեռավոր նպատակների հետ կապված, ուրեմն Դավիթ Անախտը այսպես է ասում, որ մերձավոր նպատակներից մեկն է, որ իմաստասիրությունը դա գիտություն է մահվա մասին։ Շատերի համար անսպասելի է։ Ինչ է նշանակում իմաստասիրությունը դա գիտություն է մահվա մասին։ Այ քեզ բան։ Եվ շատերը չեն էլ հասկանում կամ հասկացողներն էլ դրան այդպես լուրջ չեն անում։ Բայց հենց այդ սահմանում խոսում են նրա մասին, որ հնու եղել է գիտություն, ոնց մինչև ֆիզիկապես մեռնելը մի հատ մեռնել, մահանալ, որպեսզի երկրորդ ծնունդ լինի։ Մինչև չմահանա, երկրորդ ծնունդ ինչ նկատի ունի այդ մահանալու մասին գիտությունը։ Դա նախանձությամբ պայմանավորված, ամբողջ այդ կարգերը որ կան, չէ, ստել, գողանալ, անարդարություն եւ այլն, ինչ անբարոյական բան որ կա, այդ բոլորը պիտի մեռնի։ Ոնց անել, որ այդ բոլորը ինչ մարդու մեջ կիսատ, պռատ կա, սերմեր, մերմեր կա, ոնց այդ գիտությունը եղել, ոնց անել այդ բոլոր ախտերից, մեղքերից, կեղտերից ձերբազատվեն։ Այսինքն այդ ախտավոր բնույթը, որ բուն է դրել մարդկանց մեջ, ագահության ձևով, անարդարության ձևով, ստախոսության ձևով եւ, չէ՞։ Ոնց անել, որ այդ բոլորը մահանա մարդու մեջ։ Սա գիտություն է։ Քրիստոնեության մեջ եւ հնուց է գալիս 7 մահացու մեղքերի գաղափար կա, չէ՞։ Ոնց պետք է մահացու մեղքերից ձերբազատվեն։ Այդ բանը մեղքով տարապող մարդը, քնած մարդը, որ շատերը չեն էլ իմանում, որ այդ մեղքերը շալակն առած ամբողջ կյանքի ընթացքում իրեն գնում են։ Ոնց պետք է ձերբազատվեն։ Հենց այդ մահանալու, որ ասում է իմաստասիրությունը, գիտությունը մահվա մասին, նկատի ունի ոնց անեն, որ այդ ապականված հին մարդը մեռնի։ Մինչև նա չմեռնի, նոր ծնունդ չի լինում։ Այսքան մարդու մեջ ինչ ախտ կա, դուրս կա, որ նա ունենա երկրորդ ծնունդ։ Այդ բոլոր մեղքերը որ կա, չէ՞, հները ասում են, դրանք մարդ պետք է զոհաբերի, գիտակցված։ Ինքը պետք է զոհաբերության կրակի վրա այրի ագահությունը, ստությունը, անարդարությունը եւ։ Այսինքն այդ բոլորը, որ շատերը մարդ կա, որ ասում է, պետք է ստես, որ գործդ առաջ գնա, պետք է խաբես, որ գործդ առաջ գնա, չէ՞։ Պետք է ագահալնես, որ ունևորալնես, չէ՞։ Պետք է նախանձախնդիր ալնես, որ քո անձնականին հասնես եւ այլն։ Բայց այս բոլորը պետք է զոհաբերվի։ Իսկական զոհաբերությունը սա է։
Այ որ ասում ենք անznուրացություն, անznազողություն, այդ կեղտ անznավորության սուտ այդ բոլոր որ համարվում են արժեքներ, չակերտավոր, այս բոլորը պետք է կրակի մատնել, զավերել, որ նոր մարդը ծնվի, որը կոչվում է հոգևոր ծնունդ, երկնքի երկնային ավազանից, որ ծնում է։ Քրիստոսության մեջ ասում են երկրորդ ծնունդը որպես մկրտությամբ եւ այլը չէ։ Սա խոսքով ասում են, բայց սա պետք է իրականություն դառնա։ Հնում գիտեին, որ առանց այդ մահվան գիտության հնարավոր չի երկրորդ ծնունդ։ Մարդ պետք է գիտակցված եւ ճկնությամբ այս ճանապարհով գնա։ Լավ, ես այսպես մի բան ասեմ, քանի որ այս մեր հայության մեծ մասը, ճիշտ է, ասում ենք առաջին քրիստոնեությունը ընդունած բանն այն, ազգն ենք, չէ, եւ սա բան չասենք, բայց այստեղ մի հատ բան կա, որ քրիստոնեության մեջ Մատթեոս 11:12 հատուկ նշված է, որ երկնքի արքայությունը ճգնությամբ է ձեռք բերվում, ուժով է ձեռք բերվում։ Ռուսերենում այդ թարգմանությունը царство небесное силой берется։ Սա գիտեք ինչ է նշանակում, որ փափուկ տեղը նստելով, ասենք մկրտություն է անցել եւ այլն, ասենք եկեղեցի գնում մոմե վառում եւ այլն, եւ ինքը մտածում է, որ բեռնելուց հետո դրախտ է գնալու երկնքի արքայություն, մենք տեսնում ենք, որ հստակ պատվիրան կա, որ առանց ճգնության, առանց տառապանքի, առանց անznազողության, անznուրացության, դա հնարավոր բան չի։ Այդ երկնքի այդ ծնունդն է, ուրեմն մեծ ջանքերի տառապանքի շնորհիվ։ Կամքի ուժն է այստեղ։ Կամքը ընթացքում զարգանում է։ Մարդը ծնե այդպես չի, որ ինքը կամքը ունի, ամեն ինչին ընդունակ է անելու։ Դե ախտերից ազատվելու համար նախ պետք է ցանկություն եւ կամք, չէ՞, որ ազատվես դրանից։ Փոքր երեխայի, որ ծնվում է, նրա ծնողները ուղղորդում են։ Ծնողների հոր-մոր ասածները երեխայի համար, որպես մաքուր սիրտ, նա հավատում է։ Կասկածի տակ չի դնում։ Եթե ծնողները նրան ուղղորդում են, իրենց կամքն է թելադրում, ոչ թե ուժով, այլ սիրով։ Կամ օրինակ ցույց տալով։ Այո, օրինակ ցույց տալով։ Այդ քնած մարդկության մեծ մասը դրանք կապկող են։ Թութակի, կապկի նման իրենց գործողություններով ամեն ինչ դրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում դա է։ Երբ որ կամքը զարգանում է, երբ որ հոգևորը մտավորը զարգանում է, երբ որ մարդը մաքրվում է այս աշխարհիկ ախտերից, կա մի տերմին ասում են, բայց չեն հասկանում, ապաշխարությունը այդ աշխարհիկ այդ աղբի ապաշխարել նշանակում է այդ ամեն ինչից ձեռնազատվել։ Եվ հնում այդ երկրորդ ծնունդը շատ կարևոր բան է եղել։ Երբ որ այդ հասնում են դրա, այդ մարդիկ դառնում են զարթուններ։ Եվ սրանց համար նոր լույսի ճանապարհը բացվում է, նոր հնարավորություններ են լինում։ Եվ այդ կատարելագործման, զարգացման, բարգավաճման ճանապարհը հոգևոր առումով, սա անսահման է։ Ազնվապետությունը հիմա մենք մտածում ենք մարդու հոգու փրկության համար, ազատության համար։ Այդ մեռնելուց հետո այս ժամանակավոր կացարան մարմինը երբ որ հողին կհանձնեն, մարդիկ ո՞նց է, եթե ասում են քրիստոնյա է, հիմա այդ հոգու ճակատագիրը ո՞րն է լինում։ Հիմա քրիստոնեության մեջ ասում են, նա ասել ոնց է իրեն դրսևորել, չէ՞, կամ կուղարկվի դժոխք, կամ դրախտ, բայց դրախտ ուղարկելու, միջև ուղարկելը վերջի դատաստան պետք է լինի։ Արդարադատությամբ պետք է դնեն այդ կշեռքին նրա լավ ու վատ գործերը, թե որն է ծանր, թե ըստ այդմ էլ կամ դժոխք կգնա, Հավիտյանը Սավիտենից կտառապի, կամ դրախտ կգնա։ Հիմա այս նոր ժամանակներում, երրորդ հազարամյակում, այս 21-րդ դարում, այս դոգմատիկ մոտեցումները դժոխք, դրախտ եւ այլն, սրանք մարդիկ ուզում են հասկանալ, տեսնեն իրոք ինչ կա, չկա, այն աշխարհ, բան, այն հին ժամանակներից հոգևոր գիտությունը ինչ էին ասում։
մարդու ճակատագիրը, այդ հոգու, այդ անձը կարող է մարդը կորցնի։ Մարդու հիմնական խնդիրը այս կյանքում նա է, որ իր անձը չկորցնի։ Անձը մարդու անձնական հոգի գոյություն ունի։ Մարդը, որպես փոքր աշխարհ, իր մեջ ունի բուսական ոգի, ունի կենդանական ոգի, ունի բանական ոգի։ Եվ այս բոլորը իր անձնավորությունն է, որտեղ հիմնականը բանական ոգին է, չէ՞, որ ինքը պետք է իր զգացմունքները բանանի, հետո մարմին եւ այլն։ Բայց այդ բանականը եթե հոգու հետ կապ չունի, այսինքն աստվածայինի, հոգևորի հետ կապ չունի, այս բանականը չի դաշնակցում մարդու, ընդհակառակը նա գերի է դառնում այս աշխարհիկ զգացմունքների, այս աշխարհիկ ուրեմն մարմնական ցանկությունների։ Դրանք քնածներն են, փաստորեն։ Դրանք հենց մեծ մասը այդ ճամփով է բանում, եւ դրանց համար է ասում, որ այդ մեծ մասը գնում է անկում լայն ճանապարհով։ Անկում է գնում։ Բայց ազնվապետության ձևավորման համար թեթխմորի մասին մենք խոսեցինք։ Հիմա ժամանակներն են, որ մարդիկ տեղեկատվություն, հասկացողություն կան։ Մարդիկ մեծ հնարավորություն ունեն տեղեկանալ։ Արհեստական ինտելեկտ կա, այս կա, այն կա եւ այլն, չէ՞, էլեկտրոնային հաղորդության միջոցներ կա։ Բայց այստեղ մի կարևոր բան կա, այսքան առատ տեղեկատվական միջոցների առկայության պատճառով մի մեծ խնդիր կա։ Հիմա նկատում եմ, որ մարդիկ տեղեկացված լինելու շատ բաներ չեն հասկանում։ Որովհետև հասկանալը, տեղեկանալ դա դեռ չի նշանակում ինքը հասկանում է։ Մենք մեր անցած ճանապարհից դպրոցական տարիներ, ուսանողական տարիների երբեմն երբ որ քննություններ ենք անցնում, այդ քննությունը ֆիզիկական, քիմիական, ինժեներական գիտություններ եւ այլն, մի 5 օր, 3 օր, 4 օր կպած գիշեր ցերեկ պարապում ենք, որ անգիր անենք իմանանք, դասախոսը հարց է տալիս, իր ուզածը որն է ճիշտ պատասխանը տալիս են, գնահատականը ասում են, տարիներ են անցնում եւ մարդիկ մոռանում են։ Որովհետեւ ինչ են մոռանում։ Այն ինչ որ խորքային հասկացվում է, բայց բացվում է, որ մարդը երբեք չի մոռանում։ Դուք կարճ ժամանակում ձեռբերված ինֆորմացիան շատ արագ անհետանում է։ Երբ որ որոշ մարդիկ ասում են, դե մոռանում ենք հիշողությունը բանան, ասում են մարդը ի վիճակի է հիշել մինչև կյանքի վերջ, եթե ձևը իմանա ոնց հիշ։ Օրինակ, ասում են, եթե որևէ մեկը քեզ հայոյ դու մինչև կյանքի վերջ կմոռանաս այդ, ասում չէ, չեմ մոռանում, որ ես ինչը ինձ հայոյեց։ Բա ինչի չես մոռանում, այդ ինչ գաղտնիք է, որ էդի լրիվ հիշում ես։ Ուրեմն հիշողության մեթոդներ կա, երբ որ այս ազնվապետություն, որ մենք ասում ենք, այն դրականը, այն բարոյականը, այն գիտությունը, որ կա, եթե ճիշտ մատուցվի, թե ոնց արվի, որ դա նիսուարյուն դառնա, բյուրեղանա, աշխարհայաց ձևավորի, ուրեմն այդ մեթոդները կիրառելով, այդ մարդիկ հիշողության կորուստ չեն ունենում, մինչև հիշում են այդ ամենը։ Սա շատ կարևոր է։ Պարոն Սիմոնյան, իսկ ասենք կան ինչ-որ ռիսկեր, եթե ասենք գնանք ազնվապետության ու ներկայիս այս համակարգը ինքը գոյություն ունի եւ մենք գնում ենք դեպի ազնվապետություն։ Ինչ ռիսկեր կան այդ դեպքում, ասենք, այս իրավիճակում։ Այս իրավիճակում միշտ էլ ռիսկեր եղել են, ներկայումս էլ ռիսկեր կան, բայց այս ժամանակները, ոնց որ ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Անցման զտման խմորման ժամանակ է։ Այս խմորումները որտեղ է ունենում։ Նայած ով ինչ ալիքի տակ կա անկում եւ կա նեղ ճանապարհ, վերելքի ճանապարհ, ով ինչ կընտրի, ընտրության որոշակի իրավունք տրված է մարդու։ Մարդուն տրված է, այսինքն մարդը ինչին պետք է պատրաստ լինի, որ ասենք իր համար անակնկալ չլինի դա։ Միանշանակ ես ասեմ հետևյալը, որ դա ուղեցույց։ Մարդը պետք է իմանա, որ այն մարդիկ, որոնք որ քչով բավարարվում են մարդը, լիարժեք բավարարվում է իր ունեցած։ Նրանք հոգևոր առումով հարուստ մարդիկ։
Այսինքն Նաև մարդը- ճապոնական մի ասացված կա, ես ինչ եմ դրա հետ կապված այս ժամանակներով ասեմ։ Ես սկզբում որ կարդացի մի քիչ զարմացա, ճապոնացիներում ասում են, եթե աղքատ ես, ուրեմն հիմար ես։ Ես դրեցի, մտածեցի։ Եվ ես տեսա, որ մարդը, եթե քչով չի բավարարվում, նա հիմար է։ Ու ինքը աղքատ է համարում իրեն, որովհետև ասեցին, իրոք հին ժամանակներում հնդկական, վեդայական եւ այլն հոգևոր պատմություններ կա, թագավորները, ռաջաները ունեցել են խորհրդականներ։ Միշտ պահել են խորհրդական, իմաստուն խորհրդականներ։ Այս խորհրդականները թագավորը, որ այդ իմաստուններին ասում էր ինչ տամ, ոսկի տամ, հարստություն տամ, կալված տամ, նրանք հրաժարվում էին ամեն ինչ։ Իրենք անտառներում էին բնակվում, մենակյաց եւ այլն, երբեմն թագավորը, երբ որ խնդիրների առաջ էր բանում, կառավարման բանի հետ կապված, հրավիրում էր, խորհուրդ էր տալիս եւ գնում էր իր գործի։ Այդ մարդիկ բավարարվում էին քչով եւ երբեք այդ ինչ որ նրանց առաջարկում էին, հրաժարվում են, որովհետեւ այն հոգևորի համար դա մեծ բեռ է։ Այդ հայելից վարուցի մեջ, որ մարդա մեկի սիրտը իր գանձերի, դրամների, արժեքների վրա թափարտում էր, հանկարծաբայրել են, դա պատահական չի այդ պատմությունը, որ տալիս է։ Հիմա պետք է խելքի գա, այս մեր Հայաստանի Հանրապետությունը այս ժամանակներում տարբեր կուսակցություններ կան եւ այլն, այդ կուսակցություններն էլ ազնվապետական հասարակագիտության տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք, իրենք պետք է իմանան, որ այս կուսակցությունները երկար կյանք չեն ունենալ։ Ուղղակի այս անցման շրջանում, եթե կարողանան ներկա հասարակարգի պայմաններում իրենք ինչ այդ ընձեռած պայմանները ի բարին օգտագործեն, կարողանան ինչ որ առումով, ինչ որ պետական օրինական բանով օգտագործեն, շատ լավ, բայց եթե սա իշխանության գալու համար, արտոնություններ ունենալու համար եւ այլն օգտագործեցին, սա ամբողջը այս անցմաշրջանում սա վերանալու է, կռիվներ, պատերազմներ, աղետներ, հիվանդություններ, ամեն ինչ կա։ Հիմա անցյալ անգամ ես կուզեի հասարակագիտության հետ ազնվապետական ասեմ, մենք շատ կարևորեցինք գործնական կրթության հետ կապված բարոյագիտություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն։ Ազնվապետական հասարակագիտությունը այս երեքը իր ուշադրության կենտրոնում է։ Նաև կա հասարակական հոգեբանություն, կա հասարակական կարծիք։ Տեսեք մի հատ բան ասեմ, հիմա ո՞նց է հասարակական կարծիք ձևավորվում։ Ծիծաղելու բան է։ Հասարակական կարծիք է ձևավորում, այսինքն հասարակության մեծ մասը քանակական։ Եթե այս կարծիքը կարողացան նրա ուղեղը մտցնել, ձևավորել, ընտրությունների ժամանակ ուրեմն իրենց ուզած ընտրությունը տեղի կունենա։ Ճիշտ է։ Բայց այսպեսի մի բան ասեմ։ Շատ կարևոր մի բան, որ բոլորը լավ գիտեն, որ նավապետի օրինակ են բերում։ Ընտրությունը վիճակահանությամբ չի լինում։ Եթե վիճակահանություն է լինում, այդ նավարկությունը ուրեմն ինչի է արժանանալու կորստի։ Կործանվելու են, մեռնելու են, կորչելու են, գնալու են։ Հիմա չհասկացանք, այդ մի երկրի ղեկավար, վարչապետ կլինի, նախագահ կլինի, կա ինչ կլինի, մի նավապետի չափ չկա, հասարակական կարծիք է ձևավորում, քնազների այդ մեծամասնությունը, չէ, հմայվածների մեծամասնություն, կարծիքն էլ Դավիթ անախտն էլ է ասում, կարծիքը մեծ մասը կարող է եւ գիտական լուրջ հիմնավորում չունենա, կարծիք։ Հիմա այդ ազդեցիկ կարծիք ձևավորելու համար այնքան տեխնոլոգիաներ կան։ Դուք պատկերացնում եք, այս պետության ապագան, եթե ոչ հիմնավոր հասարակական կարծիք ձևավորման միջոցով իշխանության գլուխ են գալի, ոչ արժանավոր, ոչ բանիմաց մարդիկ, այս ազգի, այս պետության ապագան ո՞րն է լինելու։ Ուրեմն նաև հները ասում էին, որ բարոյագիտությունը
տնտեսագիտությունը եւ քաղաքագիտությունը հարուստ նյութ պետք է դառնա օրենսդրության եւ արդարադատության համար։ Հնդերում ովքեր էին օրենսդիրները եւ ովքեր էին դատավորները կամ արդարադատություն ներկայացնողները։ Դրանք իմաստունների խորհուրդ է եղել։ Արժանավոր բանանիմաց մարդը պետք է օրենսդրությամբ զբաղվի։ Բայց հիմա մենք այդ իմաստունների խորհուրդը չունենք ըստ էության եւ ինչ հավանականություն կա, որ ասենք մարդը որոշիչ դեր կկատարի, ասենք մարդը ունի հոգեվոր արժեքներ, իր ինքնությամբ ապրող մարդ է, բայց ինքը այս հասարակության մեջ կարծես մի կողմ դրված լինի, չէ՞, տենց այսպես ասվածվում են ռուսերեն ասած իզգոյ։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, վերևից պետությունը պետք է ունենա նման ղեկավարներ, թե մարդիկ պետք է որոշիչ դեր կատարեն եւ ստեղծեն նման հասարակություն։ Հիմա տեսեք, կան հանրահայտ մշակույթի ներկայացուցիչներ։ Նույնիսկ այս ոչ Բայց նրանք բոլորը չեն, ասենք մշակույթի ներկայացուցիչ են, բայց ովքեր գրողներ են, բանաստեղծներ են, արվեստագետներ են, քանդակագործներ են, մշակույթի այլ բաներ, չէ՞։ Ներկայումս էլ կան բան կան։ Մենք ասացինք, այստեղ այս գործում աշխարհի ամենաուժեղ զենքը պետք է օգտագործել։ Ճշմարտությունը պետք է ասվի։ Մարդիկ պետք է ասեն եւ ասում են։ Այնպես չի որ չեն ասում։ Ասում են։ Այս ճշմարտության խոսափողը պետք է միշտ այդ խոսա։ Ով հասկացավ, ասում են խելոքի 1, հիմարին 1001։ Պետք է ասվի։ Այս անցումային խմորման ժամանակում մեծ մարդկային կորուստներ են լինելու։ Շատերը գիտեն, թե հիմա 8 միլիարդից ավել ասում են մարդկություն կա։ Մի 50 տարի հետո աստված գիտի, թե այս մոլորակի վրա ինչքան է մարդ լինելու։ Մասսայական ոչնչացնելու են իրար։ Ես էլ եմ ասում, հսկայական զենք է կուտակվել։ Հիմա ես հարց եմ տալի, շատ ռացիոնալ։ Հարց եմ տալի, այս զենքի ապագան որն է լինելու։ Վերանալը։ Օգտագործվելու է, օգտագործեն ու վերացնեն այդ ձևով։ Ոնց կվերանա։ Եթե բարոյազուրկները մնացի, այդ զենքը էլի պիտի արտադրեն, բիզնես անեն, վաճառեն եւ այլն, չէ։ Մենք տեսնում ենք այնքան զինամթերք է կուտակվել, որ սա ապագա չի խոստանում։ Այս զենքը շալակներին պետք է բարոյական, հասարակարգ ձևավորվի եւ այլն։ Եվ ասված է այս ժամանակների համար, բոլորը բոլորի դե աղետներ, պատերազմներ, առավիրքներ, հիվանդություններ, այս բոլորը լինելու է, կոտորվելու է։ Մեր խնդիրը հետևյալն է, որ այս փոքրիկ Հայաստանի Հանրապետությունում եւ մեր սփյուռքի օջախներում մենք հայությունը հասկանանք, որ աշխարհաքաղաքական այս խաղերը, որ տրվում են, ճիշտ կողմնորոշվել եւ կուլ չգնալ այդ խաղերին։ Կուլ չգնալ, հնարավոր բոլոր միջոցները անել, որպեսզի կարողանան այս առաջիկա մի քանի սերունդներում այն հայության առաջ մասը, որ պետք է մնա, որ մենք առաքելություն ունենք, նպատակ ունենք մենք։ Ես դա հնարավոր է արդյոք։ Իհարկե հնարավոր է, ասեմ ինչի համար։ Հնարավոր է, ասենք, միասնական հայկական օրակարգ ձևավորել եւ այստեղ եւ Սփյուռքում։ Այս բոլոր կորուստներով հանդերձ ամեն ինչ տանում է դրան, որովհետեւ կա նախախնամություն, նախասահմանություն, միանշան, դա կա։ Եթե դա չլիներ, շատ բաներ մենք չենք կարող բացատրել։ Ինչ է նշանակում, բոլոր 5 քաղաքակրթություններից մինչև այսօր մարգարեությունները ոչ ոք չի ասել, չէ։ Հիմա է այս արևմուտք, Ամերիկա, Իսրայել, Իրան, այդ հակամարտությունը հին մարգարեական սուրբ գրքերից մոգնված կամ հիմնավորված բան է, որ այս պատերազմը հնուց նախատեսված է, որ այս ուժերը Գոգ, Մագոգ եւ այլն ոնց ուզեն ներկայացնում եւ այլն, չէ՞։ Ինչ են ուզում ասել։ Բայց ես կասեի հետեւյալը, որ ապագան որոշակիորեն գոյություն ունի։
Այս երկիրը անտեր չի, այս երկիր մոլորակը կենթանի մայրական օրգանիզմ է։ Այստեղ իշխանը, երկրի իշխանը, որ մի քիչ կրոնական առումով վերցնեմ, սատանա, որպես իշխան, բայց նաև այս երկիրը ունի տեր, թագավոր, ոչ թե իշխան, այլ թագավոր։ Հիմա իշխանի թագավորի միջև հակադրություն կա։ Չարի ու վարի մեջ հակադրություն կա։ Այնպես չի, որ այս երկիր մոլորակը մատնված է, որ պիտի կործանվի։ Դա ինչ կնշանակի, եթե այս երկիր մոլորակը պիտի կործանվի, նշանակում է, որ անտերության մատնված մոլորակ է, ճիշտ է։ Բայց նաև ես այսպիսի մի բան էլ ասեմ, որ ասեցինք բնության հետ հաղորդություն չէ, պետք է մարդը հաղորդվում է, բայց մարդը նաև պիտի հաղորդվի նուրբ ոլորտների հետ, ոգեղեն աշխարհի հետ։ Բայց ով կարող է ոգեղեն աշխարհի հետ բան անի։ Այդ ուղեցույցը, այդ միջոցը ժամանակի տարածության մեջ։ Ես բերեմ կարճ համառոտակի մի օրինակ, որ հասկանալի լինի, էլի։ Մենք ի բախտավորություն մեզ ունենք սրբազան օրացույց, արեգակնային օրացույց, որը տարվա կենաց շրջանում ոգեղեն դից աստվածությունների հետ հաղորդվելու ըստ ամսի, ըստ օրերի մենք ժամանակ ունենք, թե որի հետ երբ պետք է հաղորդվենք։ Նաև բերեք մի այսպիսի օրինակ, նույնիսկ հին արյական վեդայականում որ կա, արևածագից առաջ, մինչև արևածագ, կա մի ժամ, որը կոչվում է բրահմա մուհուրտա, բրահմա մուհուրտա, աստծո ժամ։ Ես որոշ փակագծեր չեմ բացի, բայց քանիսն են իմանում դրա մասին ներկայումս, եւ այդ ժամի արկայության դեպքում այդ ժամի մարդը քնած է, թե արթնացել է։ Եվ եթե այդ ժամին արթնացել է, նա ունի այն նվազագույն գիտելիքները, եթե այդ ժամը ճիշտ օգտագործի իր հոգևոր մտավորի համար։ Ինքը ինչեր կարող է հասկանալ եւ ինչերի կարող է հասնել։ Սա բարձ օրինակներ եմ ասում։ Ի բախտավորության մենք ունենք այդ տարածության ժամանակի հետ կապված հայքի տարածքում որպես տարածություն, որպես սուրբ օրինաց երկիր, եւ ժամանակի առումով որտեղ ինչ նուրբ ոգեղեն ոլորտի հետ այդ հաղորդությունը մեր մեծերը հոգևոր, որ անմահություն են ձեռք բերել իրենց վարքու բարկով, վիրուսություններով, դրանց հոգիները ոչ չկորչեցի։ Հայքը մեր սրբազան տարածքի վրա մենք ունենք մեր ազգային բանազորական դաշտը, էգրեգորը, բանազորական դաշտը։ Եվ դա մեռած չի, այսօր էլ գոյություն ունի։ Դրա հետ հաղորդություն է պետք։ Մենք պետք է հաղորդենք, Վահագնի հետ պետք է խոսենք, Աստղիկի հետ պետք է խոսենք, Անահիտի հետ պետք է խոսենք, մենք Արեգի հետ պետք է խոսենք, այդ հաղորդությունը ո՞ց պետք է կատարվի, պետք է այս բոլորը ճիշտ հասկանալ։ Քիչ, բայց որակով պետք է պահպանվի եւ ապագա նոր ժամանակներում այդ առողջ կորիզը, այդ նոր ձևավորվող առողջ համայնքները ազնապետական հասարակության սպասվող բանի համար դրա սաղբերը պետք է հիմա ձևավորվեն, զարգանան, ձևավորվեն։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Ես եմ շնորհակալ։ Բան ունեք ավելացնելու։ Շատ բան կա, բայց բավարարվենք այսքան։ Ստեսություն սիրելի հայրենակիցներ։ Կհանդիպենք։